Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Թող Հիսուս Քրիստոսի Աստվածային անարատ լույսը, խավարը ցրող լույսը լցվի ամեն մեկիս կյանքերի մեջ, մտքերի մեջ, սրտերի մեջ, զգացմունքների մեջ, կամքի վրա եւ ցրի խավարը։ Թող նրա լույսը քանդի բոլոր կապանքները մեր վրայից, որ մեզ գերի են պահում ստին, խավարին, անճշմարտությանը, աղավաղված ճշմարտությանը, Աստծո խոսքը լսելուն ու չհասկանալուն, Աստծո խոսքը կարդալ չցանկանալուն, գերի են պահում մեր մարմնական ցանկություններին, աշխարհի ճանապարհին։ Թող Տիրոջ շնորհը գա բոլորիս վրա, ապաշխարության նվեր թափի ամեն մեկիս վրա, ապաշխարության շնորհ բերի, ճշմարտությունը ընդունելու, հասկանալու, վերցնելու եւ ճշմարտությամբ առաջնորդվելու կրակ վառվի մեր մեջ, ճշմարտություն, որ միայն Հիսուս Քրիստոսն է, Հիսուս Նազովրեցին։ Ամեն։ Օրհնում եմ յուրաքանչյուրիս միտքը, սիրտը, մեր կյանքերը, մեր ընթացքը, մեր ոտքերը, մեր ձեռքերը, որ մեր ոտքերը տանեն Աստծո մոտ մեզ, Տեր ջան, եւ ոչ թե չարիքի մեջ, որ մենք մեղքը սիրողներ չլինենք, մեղավորների հետ սեղան նստողներ չլինենք, որ մենք մեղքը արդարացնողներ չլինենք, որ մեր սիրտը մեղքին չձգտի, այլ մեղքը ատի ամեն ոլորտում, որ մեր կյանքի որոշակի ոլորտներ Աստծո հայացքից, Աստծո լույսից թաքուն չպահենք, այլ բերենք ամեն բան ու ասենք Տեր քո լույսը շողացրու, որտեղ չարիք կա, որտեղ սխալ մտածելակերպ կա, որտեղ սրտի սխալ դիրք կա, որտեղ սխալ հասկացողություն կա, այդ բոլորը լույսի մեջ բեր, ջրի երես հանի, որպեսզի քո զորությամբ, շնորհով եւ իմ համաձայնությամբ այդ ամենը քանդվի Տեր, որպեսզի ես քայլեմ ազատության մեջ, քո հետ Տեր, որ ապստամբ չմնամ, չարի ձեռքը գերի չմնամ, որ կործանման ճանապարհին չլնեմ ու մտածեմ, թե փրկված եմ, Տեր ողորմի եւ օգնի։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Հիմա վերադառնանք Ելք գրքի 11-րդ գլխին։ Կարդանք այսօրվա հատվածը եւ մեկնաբանությունը։ Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ Փարավոնին եւ Եգիպտոսին։ Դրանից հետո ձեզ կարձակի այստեղից։ Եվ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի։ Հիմա ասա ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից եւ ամեն կին իր հարևանուհուց արծաթյա եւ ոսկյա զարդեր խնդրի։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր Փարավոնի ծառաների աչքին եւ հրեա ժողովրդի աչքին։ Եվ նաեւ եգիպտացիների ժողովրդի աչքին, կներեք։ Մովսեսն ասաց. այսպես է ասում Տերը. կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում, եւ Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները, իր գահին նստած Փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը, եւ բոլոր անասունների առաջնածինները։ Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել եւ ոչ էլ կլինի։ Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ, մարդուց մինչև անասունը, մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն, որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների եւ իսրայելցիների միջև։ Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ եւ խոնարհություն անեն ինձ ասելով. դուրս գնա դու եւ քեզ հետ ամբողջ ժողովուրդը։ Դրանից հետո ես կգնամ։ Եվ Մովսեսը դուրս եկավ Փարավոնի մոտից բարկությամբ։ Տերն ասաց Մովսեսին. Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ։ Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին Փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց Փարավոնի սիրտը եւ նրա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։ Սուրբ Հոգի Աստված, հիմա այս հատվածը դու բացատրի քո ողջ զորությամբ, քո ողջ գիտությամբ ու ճշմարտությամբ, որտեղ սա հատված է, որտեղ մարդիկ կարող են սխալ հասկանալ,
մարդկային էմոցիաներն ա խառնվում, հատկապես երբ որ դու ասում ես, որպեսզի տեսնես, թե ինչ տարբերություն եմ ես դնում իմ ժողովրդի եւ եգիպտացիների միջև, որովհետեւ սա տարբերություն է Աստծուն հնազանդվող եւ Աստծու դեմ հակառակվող մարդկանց միջև։ Նրանց միջև, ովքեր սիրում են մեղքը եւ ուզում են մեղքի գերին մնալ եւ արդարացնել մեղքը, եւ նրանց միջև, ովքեր գալիս ու ասում են Տեր մեղավոր եմ, փրկի ինձ, ես փրկչի կարիք ունեմ։ Օգնի, որ ճիշտ հասկանան։ Աստված հրահանգներ է տալիս Մովսեսին վերջնական պատուհասի վերաբերյալ։ Տերն ասաց Մովսեսին. «Մի հարված էլ պիտի հասցնեմ Փարավոնին եւ Եգիպտոսին, դրանից հետո ձեզ կարձակի այստեղից, եւ հենց որ արձակի, շուտով ձեզ այստեղից դուրս կանի»։ Այս ամենը լինելուց շատ առաջ Աստված Մովսեսին արդեն ասել էր, որ ինքը պատուհասներ է բերելու Եգիպտոսի վրա, եւ որ մահ է բերելու Եգիպտոսի առաջնեկների վրա։ Դա կարող եք կարդալ Երկգրքի 4-րդ գլխի 21-ից 23-ում հաստատության համար։ Այս վերջին պատուհասից հետո Փարավոնը ոչ միայն թույլ էր տալու Իսրայելին հեռանալ, այլև դրդելու էր, ստիպելու էր, որ նրանք հեռանան Եգիպտոսից։ Հիմա ասա ժողովրդին, որ ամեն տղամարդ իր հարևանից եւ ամեն կին իր հարևանուհուց արծաթյա եւ ոսկյա զարդեր խնդրի։ Խոսքը այստեղ գնում է, որ Իսրայելի ժողովուրդը իրենց եգիպտացի հարևաններից արծաթյա ու ոսկյա զարդեր խնդրեն։ Ինչ եք կարծում, նրանք տալու էին։ Իհարկե ոչ, բայց տվեցին, որովհետև Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Տերը շնորհ տվեց իր ժողովրդին եգիպտացիների առաջ։ Փարավոնը դեռևս խելքի չէր եկել եւ դեռևս չէր համոզվել լիովին, որ Իսրայելի ժողովրդին պիտի ազատ արձակեր, որ նրանք Աստծո առաջնեկն էին, բայց Եգիպտոսի ժողովուրդը արդեն ոնց որ սթափվել էր ու պատրաստ էր տեսնել Իսրայելի ժողովրդին անհապաղ հեռանալը, նրանց ազատ արձակվելը։ Նրանք արդեն ցանկանում էին, որ Իսրայելի ժողովուրդը հեռանա Եգիպտոսից եւ պատրաստ էին ամեն գին վճարելու։ Նրանք ավելի քան պատրաստ էին Իսրայելի ժողովրդին իրենց թե արծաթը, թե ոսկին տան։ Միայն թե Իսրայելի ժողովուրդը հեռանա, որ այդ պատուհասները եւ Աստծո դատաստանն ու ցասումը դադարեր։ Հիշեք, եգիպտացիները ստրկացրել էին Իսրայելի ժողովրդին։ Ժողովուրդ, որ գնացել էր այնտեղ Հովսեփի միջոցով։ Հովսեփը, որ Փարավոնի, նախկին Փարավոնի դարեր առաջ 4 դար առաջ աջ ձեռքն էր եղել եւ Եգիպտոսին փրկել էր սովից։ Ժողովրդի, որ իրենց պատվել էին, լավագույն հողն էին տվել, բայց հետո մոռանալով Հովսեփի արածը, մոռանալով Աստծո բարությունը, ստրկացրել էին այս ժողովրդին, աշխատացրել անվճար, եւ ահա եկել էր պահը, որ իսրայելցի ստրուկները ստանում էին իրենց հասանելիք վարձը, որ իրենց չէր տրվել ստրկության ժամանակներից, եւ սա Աստծո շնորհն էր, ոչ թե Իսրայելի բերանն էր, այլ Աստծո շնորհն էր, ոչ թե եգիպտացիները հանկարծ բարիացել էին, չէ, իրենք ուզում էին դատաստանը դադարեցնեին, սա Աստծո շնորհն էր, որ իր ժողովրդին ձեռնունայն չի թողնում խավարից դուրս գաս դատարկաձեռն։ Սա Աստծո շնորհն էր, որ վարձ կա տալիս։ Այս արծաթյա եւ ոսկյա զարդերը հետագայում օգտագործվեցին Աստծո սրբավայրի զարդարման համար, սրբավայրի անոթների սարքելու համար, ասում է մեկնաբանը։ Մովսեսն էլ Եգիպտոսի երկրում մեծ մարդ էր Փարավոնի ծառաների աչքին եւ ժողովրդի աչքին։ Թեև Փարավոնի սիրտը դեռ չէր համոզվել, ամբողջ Եգիպտոսը, ներառյալ Փարավոնի ծառաները գիտեին, որ Եհովա Տեր Աստվածը մեծ է Եգիպտոսի չաստվածներից եւ որ Մովսեսը այս մեծ Աստծո ծառան էր։ Հիմա գալիս ենք
եգիպտացիների առաջնեկների մահվան պատուհասին եւ փարավոնին ասվում է, որ առաջնեկները մահանալու են եւ որ հենց փարավոնի առաջնեկն էլ մահանալու է։ Ոչ թե որ արդեն լինում է, այլ այս նախապատրաստությունն է, հա, Աստծո խոսքը։ Մովսեսն ասաց. այսպես է ասում Տերը. կեսգիշերին ես դուրս կգամ Եգիպտոսում եւ Եգիպտոսի երկրում կմեռնեն բոլոր առաջնեկները, իր գահին նստած փարավոնի առաջնեկից մինչև երկանքի ետևում գտնվող աղախնի առաջնեկը եւ բոլոր անասունների առաջնածինները։ Փարավոնի ապստամբության պատճառով մահանալու էին բոլորի առաջնեկները, անգամ անասուններինը։ Երբ Մովսեսը դեռ կանգնած էր փարավոնի առջև, Աստված առաջին անգամ նրան դրդեց հստակ ասել, թե ինչ է պատահելու Եգիպտոսի առաջնեկներին։ Նրանք բոլորը մեռնելու էին, որովհետև եգիպտացիները չէին թողնում Աստծո առաջնեկին, Իսրայելին, գնալ ազատության մեջ, գնալ Աստծուն պաշտելու, գնալ Աստծուն ենթարկվելու։ Եգիպտոսի ամբողջ երկրում այնպիսի մեծ աղաղակ կբարձրանա, որի նմանը չի եղել եւ ոչ էլ կլինի։ Հետևաբար, մեծ լաց ու կոծ ու ողբ էր լինելու ամբողջ Եգիպտոսի երկրում։ Անգամ աղախինների առաջնեկները մահանալու էին, այսինքն հարուստ թե աղքատ տուժելու էին փարավոնի անհնազանդության պատճառով։ Բայց Իսրայելի որդիներից ոչ մեկի դեմ մարդուց մինչև անասունը մի շուն անգամ չի շարժելու իր լեզուն։ Չնայած սպասվող մեծ պատուհասին, աղետին, Աստված եգիպտացիներին հնարավորություն տվեց տեսնել իրավիճակը այնպիսին, ինչպիսին այն իրականում կար, որ այս ամենի պատճառը իրենց ու իրենց փարավոնի մեղքն էր, այլ ոչ թե Մովսեսի կամ Իսրայելի որդիների մեղքը, եւ առավել եւս Աստծո մեղքը չէր։ Աստված դաժան չէր։ Աստված իր ժողովրդին ուզում էր ազատել, բայց մեր ապստամբությունը մեզ է դարձնում գոռոզ, դաժան ու կարծրացած, եւ հետո չարիք է գալիս մեր վրա, բայց մենք ամեն ինչ ուզում ենք պտտացնենք ու մեղադրենք բոլորին եւ Աստծուն, բացի մեզանից, որովհետեւ չենք ցանկանում պատասխանատվություն կրել մեր ընտրությունների ու որոշումների համար։ Անում ենք նույնը, ինչ տեղի ունեցավ Եդեմական այգում։ Սա ավելի վատ ու սարսափելի լուր էր փարավոնի համար։ Քաղաքական գործիչը գուցե այդքան էլ դեմ չլինի աղետին, եթե կարողանա համոզել ժողովրդին, որ դա ուրիշի մեղքով է տեղի ունենում, եթե կարող է մեղադրել ուրիշ մեկին, պատասխանատվություն չվերցնել։ Այստեղ Աստված խոստացավ, որ փարավոնն ինքն է կրելու այս ամենի մեղքը, բայց ժողովուրդն էլ էր կրելու։ Աննախադեպ վիշտ ու սուգ էր գալու Եգիպտոսի վրա, իսկ Իսրայելի ժողովրդի վրա իջնելու էր այնպիսի խաղաղություն, որ անգամ շները հաչելու առիթ չէին ունենալու։ Ասում է մեկնաբանը. Փարավոնն ու եգիպտացիները Փարավոնն ու եգիպտացիները անչափ ստրկական աշխատանքով լացացրել էին Իսրայելին, եւ Աստված հիմա պատասխան էր տալիս դրա դիմաց։ Դուք ընտրեցիք իմ ժողովրդին լացացնել, հիմա էլ գալիս է ձեր լացելու հերթը, եւ դա ձեր ընտրությունն է, որտեղ որոշեցիք չապաշխարել, չհնազանդվել։ Այսպես է լինում, երբ Աստծուն անհնազանդ եք լինում։ Որպեսզի իմանաք, թե Տերն ինչպիսի տարբերություն է դնում եգիպտացիների եւ իսրայելցիների միջև։ Հնարավոր է այդ օրերին ոմանք ներառյալ փարավոնը իրենց մտքում կամ բարձրաձայն ասում էին. եգիպտացիները շատ աստվածներ ունեն, իսկ իսրայելցիները միայն մեկ Աստված։ Նրանք կարծում էին իրենց շատ աստվածները կհաղթեն Իսրայելի Աստծուն, չհասկանալով, որ նա արարիչն է ու միակ Աստվածը։ Ինչ տարբերություն կար Եգիպտոսի չաստվածների եւ Եհովա Աստծու միջև։ Եվ Աստված ցույց տվեց իր գերակա, ճնշող, զարհուրեցուցիչ զորությունը Եգիպտոսի անկենթան աստվածների նկատմամբ, որտեղ եթե նրանք կենթանի ու իրական լինեին, ինչ որ բան կանեին,
Մեկին կարողանային փրկել Եհովա Աստծո ձեռքից, բայց չկարողացան, որտեղ ոչինչ են, ընդամենը փայտ են, քար են ու մետաղ են։ Մարդու մտքի արարած Եհովա Աստված ցույց տվեց, որ հսկայական տարբերություն կա։ Ինքը կենդանի է, ինքը իրական է, ինքը զորավոր է, ինքը ամենակալ է, ինքը փրկող է, ամենագետ է։ Իրեն են պատկանում ողջ արարչությունը, իսկ նրանք իրենք իրենց անգամ փրկել չեն կարող։ Տերը տարբերություն էր դրել նրանց միջև, ովքեր իր ժողովուրդն են, եւ նրանց միջև, ովքեր իր ժողովուրդը չեն։ Այսօր շատերի համար սա ընդունելի չի, ասում են Աստված անարդար է։ Եթե դու Քրիստոսին չես ընդունում, ինչի ես դու Աստծո ժողովուրդը, ոնց կլինես Աստծո զավակ, եթե մերժում ես Աստծո որդեգրումը։ Մարդկանց միջև կան բազմաթիվ տարբերություններ, որոնք մի օր կվերանան, բայց սա հավիտենական տարբերություն է։ Աստված Մովսեսին ասում է, որ փարավոնը դեռ էլ չի լսելու եւ չի ենթարկվելու, դեռ էլի չի լսելու եւ չի ենթարկվելու։ Քո այս բոլոր ծառաները պիտի իջնեն ինձ մոտ եւ խոնարհություն անեն ինձ ասելով. դուրս գնա դու եւ քեզ հետևող ամբողջ ժողովուրդը։ Դրանից հետո ես կգնամ։ Եվ Մովսեսը դուրս եկավ փարավոնի մոտից բարկությամբ։ Մարդը, որ Աստծո ձեռքից 9 պատուհաս էր ստացել, պիտի որ հավատար, որ 10-րդ պատուհասի նախազգուշացումը իրական էր, լուրջ ու սարսափելի էր լինելու, բայց փարավոնի սիրտը մնաց կարծր, եւ Աստված թույլ տվեց, որ փարավոնի սրտի կարծրությունը ավելի խորը ու ամուր լինի։ Փարավոնը կառչեց իր անիրական աստվածներից, մերժելով կենդանի Աստծուն։ Տերն ասաց Մովսեսին. «Փարավոնը ձեզ չի լսելու, որպեսզի Եգիպտոսի երկրում ես իմ հրաշքները բազմացնեմ»։ 9 պատուհասները ազդեցին բնության բոլոր ոլորտների վրա՝ հողը, ջուրը, կենդանական աշխարհը, բուսական աշխարհը եւ մարդիկ։ Դրանք ազդեցին մարդկանց եւ գույքի վրա եւ ընդգրկեցին բոլորին, ամենաբարձրից մինչեւ ամենացածրը, բայց 9-ով չէր ավարտվելու։ Գալիս էր ամենակործանարարը, ամենազորավորը։ Մովսեսն ու Ահարոնը այս բոլոր հրաշքներն արեցին փարավոնի առաջ։ Տերը կարծրացրեց փարավոնի սիրտը, եւ նա Իսրայելի որդիներին չարձակեց իր երկրից։ Այստեղ 4-րդ անգամ մեզ ասվում է, որ Աստված կարծրացրեց փարավոնի սիրտը։ Սակայն Աստված երբեք չկարծրացրեց փարավոնի սիրտը, մինչև փարավոնը սկզբում ինքն իր սիրտը չկարծրացրեց Տիրոջ եւ նրա ժողովրդի դեմ։ Աստված քո սիրտը չի կարծրացնում։ Սկզբից դու ես քո սիրտը կարծրացնում։ Սկզբից դու ես հավատում խաբեությանը, մերժում Աստծուն, բրդում նրա փրկության ձեռքը, ծունկը չես ծալում նրա առաջ։ Այսքան այսօր Հիսուսի անունով Տեր խնդրում եմ, ապաշխարություն բեր մեզ վրա, բացի մեր խաբնված եւ կուրացած հոգու աչքերն ու ականջները, դարձի բեր մեզ քո փառքի համար, քո անվան համար, օրհնյալ ես դու հավիտյանս հավիտենից, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, միակ ու ճշմարիտ Եհովա Աստված, Ադոնայ, Էլոհիմ, Էմանուել Աստված, Աստված մեզ հետ, ամեն։